Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք այստեղ ենք, ձեր հետ ենք և պատրաստ ենք պատասխանելու ձեր հարցերին։ Այսօր մայիսի 31-ն է և եթերում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյանի ձայնը։ Ի տարբերություն մյուսների, որոնք որ իրենց լրագրողներին են բերում նստացնում նախորոք հարցերը ձեռները տված պատասխանել են մոտները պատրաստված, մեր մոտ նման բան չկա, Telegram-ում 160,000-ից ավել մարդ կա։ Խնդրեմ, մենք պատրաստ ենք պատասխանելու ձեր հարցերին։ Ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ մեր ժամանակը ցավոք սրտի սահմանափակ է, ուստի խնդրում եմ հարցերը տալ պարզ, կոնկրետ եւ արագ։ Մի նստեք, մի սպասեք, մի նայեք իրար։ Լսում եմ։ Սկսանք։ Здравия желаю. Здравия желаю։ Ուրեմն sense մի հատ հարց կա, որտեվ արտասահմանողները գրանցված են Երևանի ներում, ասենք Երևանում ընտրողները կարան, բայց դրանց ձայները դե ինչպես են կեղծ են, դրա խնդրեմը մի հատ պետք է լուծել։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած, կտրտված չհասկացա։ Գրանցված են Երևանում, հա։ Երևանում գրանցվածներ կան, համել այդ նույն տան վրա գրանցվածներ կան, հարազատներ արտասահմանում են ապրում։ Այո։ Իրանց ձայները վեկալելու են կեղծ են։ Մի ձև լուծվի, չգիտեմ ոնց է լուծվի։ Չէ, դրա համար, եթե ընտրատեղամասում գործում են նորմալ վստահված անձինք, այն որ ասում է հետույքով էլ բոմբ գցել, ոչ մի ձայն չեն կարա կեղծեն, որովհետև եկել է 100 ընտրող, պիտի լինի 100 քվեաթերթիկ, դա նստածա վստահված անձ։ Եվ վստահված անձը պիտի հետևի, որ նենց չլինի 100 քվեաթերթիկ կլինի, բայց արձանագրության մեջ գրեն, որ մասնակցել է 1000 մարդ, բայց եկել է 100 մարդ։ Այդ դրա համար են վստահված անձինք, հարգելիս։ Եթե վստահված անձը նորմալ է, փողի գերի չի, կամ կան բազմաթիվ վստահված անձիկ, հետույքով էլ բանը բոմբ գցեն, նման բան չեն կարող անել։ Հաջորդ։ Ալո։ Այո, ես պատասխանեցի ձեր հարցին։ Լավ, շնորհակալություն։ Ամեն ինչ կախված է վստահված անձանցից եւ հանձնաժողովի անդամներից։ Իշխանով կլինեն օբյեկտիվ։ Ալո։ Այո, լսում եմ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Հազար բարի։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Հազար բարի։ Մենք ձեր աջակիցներն ենք, դա չի էլ քննարկում։ Եվ հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը միանշանակ համար 15։ Ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակը մեր կործանումն է։ Շատ շնորհակալ եմ վստահության համար, ես էլ վստահեցնում եմ, որ հունիսի 7-ից հետո Վարդան Ղուկասյանի Հայաստան վերադառնալուց հետո այն որ ասում է փոփոխությունը կզգացվի ոչ թե ամիսների ընթացքում, այլ ժամերի ընթացքում, հաշված ժամերի ընթացքում, դաժե կարելի ասել րոպեների։ Պարոն Ղուկասյան, դուք լսում եք։ Շատ լավ եմ լսում։ Բայց ամենակարևորը ձեզ այդտեղ մեր զորակցությունը եւ աջակցությունը դուք եք որ գտնվում վայրում միանշանակ ձեր այսօրվա այդ բանտից դուրս իրավիճակը մեծ արկել կլիներ, դա չի քննարկվում, ամեն դեպքում մեր հատուկات ընտրողների ցանցը հետեւյալն է, պայեն, ձեր ձայները պայեն, այսինքն ընտրությունից հետո չլինեն մարդիկ, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների պես իրավիճակը այլ ձև ընթանա, խնդրում ենք ուղղակի։ Առանց խնդրելու մենք են որ ասում մենք այդ բանը հաշվի առել ենք եւ Երևանի քաղաքապետարանի սցենարը ուղղակի այս անգամ բացառվում է 101%-ով։ Բացառվում է Երևանի քաղաքապետարանի տանցանք։ Նման ուրեմն աստված օրհնի ձեր ուժը այլևս գոյություն չունեն։ Անցանք։ Երևանի քաղաքապետարանի դավաճանները դեղել բանը պատասխան են տալու օրենքի ամենայն խստությամբ։ Բնես չի որ ես այդ ամենը բան մոռացել եմ, միայն կելեդի պիտի վայել էի։ Բնավ։ Երևանի քաղաքապետարանի դավաճանները քո լավ տեղերը գլգլ էին անելու։ Տղա ջան, դու լեի չի դի։ Ես խոստանում եմ։
Անցանք առաջ։ Մերսի։ Հաջորդը։ Հաճելի է լսել նման մարդկանց։ Օբյեկտիվ։ Ուրիշ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ 1000 բարի։ Ես Արշեն եմ, ես ձեզ շատ եմ զանգել, միշտ ուզեցել եմ ձեր հետ խոսամ, չեմ կարացել, չի ստացվել կապի հետ ինչ-որ խնդիր կամ ձեր հետ անընդհատ հարմար չէ։ Հենա ստացված։ Պարոն Ղուկասյան, ես 20 թվականից Հայաստանում չեմ ապրում։ Ահա։ Ամենասկզբից, ամենասկզբից, որ նոր սկսել եք վիդեոներ YouTube գցել, զերոյից որ սկսել եք, այդ օրվանից մինչև օրս ձեզ հետևում եմ, այն ամբողջ ծրագիրը, ամբողջ ձեր ինչ նպատակներ ունեք ու ինչ ձև ուզում եք անեք, լրիվ ամեն ինչին ես համաձայն եմ, ձեր մեծ աջակիցն եմ, որոշել եմ, որ հենց հիմա ես գտնում եմ Մոսկվայում, պիտի ընտրություններին մասնակցեմ, Հայաստան եմ գտնում հատուկ ընտրություններին մասնակցելու, ձեզ ընտրելու համար։ Ուզում եմ ասեմ, պարոն Ղուկասյան, ես 28 տարեկան եմ։ Այս պահի դրությամբ իմ, չգիտեմ, հաստատ ինձանից շատ բան եք տեսել, շատ բան գիտեք, բայց այս պահի դրությամբ իմ գլխում միակ միտքը էնա, որ Հայաստանի փրկությունը ես տենում եմ մենակ ձեր մեջ։ Շնորհակալ եմ։ Ու Հայաստանի փրկությունը ես տենում եմ այն մեթոդներ կներեք, այն մեթոդներով, որը առաջարկում ու միշտ առաջ եք քաշում դուք, այլ տարբերակով չի կարա Հայաստանը գոյատևի։ Ես որ շատ խնդրեմ ձեզ, սիրելի 28 տարեկան երիտասարդ, դուք կարող եք գալ եւ դառնալ նաեւ մեր վստահված անձը, ինչ որ մի ընտրատեղամասում ձեր ցանկությամբ։ Կարող եմ։ Ուրեմն խնդրում եմ այս հեռախոսահամարը ֆիքսեք ձեր մոտ, զանգահարեք եւ ասեք որ դրանցեն եւ հնարավորինս արագ եկեք Հայաստան 94-ով 40-90 Կներեք, հիմա դրանց եմ 94-ով 40-90-96 Նորից եմ կրկնում 94-ով 40-90-96 ասեք որ իմ անունից եք զանգահարում եթե սա 1 րոպեից վերադառնա մնացեք գծի մեջ իմ 15 րոպեն լրացավ ես նորից հետ եմ գալի 1 րոպեից մի րոպե սպասեք Ալո Լսում ենք ձեզ Հա ձեր անունը հաճելի մարդ Վաչիկ Վաչիկ, ուրեմն Վաչիկ ջան, խնդրում եմ, այս համարով կզանգահարեք, կասեք, որ դուք են Վաչիկն եք ուղիղ եթերի, ժամանակ խնդրում եմ զանգեք այսօր եւ վաղը, ինչքան հնարավոր արագ, որ հնարավորինս արագ ձեր տվյալները գրանցեն, որ պետք է ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո դուք պետք է ստանաք այդ բեյջը։ Մինչև ձեր Հայաստան գալը, որ ձեր տվյալներն արդեն իրենք ներկայացնեն։ Եվ առհասարակ եթե էլի մարդիկ կան, որոնք հիմա լսում են, իհարկե լսում են մեզ, այդ համարով թող զանգահարեն գրանցեն, որովհետև մարդ ով որ գաղափարապես նվիրված Վարդան Ղուկասյանի ծրագրին, նրան հնարավոր չի կաշառել, նրան հնարավոր չի վախացնել, նրան հնարավոր չի համոզել, ասել եկեք գոգի քվյարտեցիկը տնենք, չգիտեմ, տաշի վրեն, արդեն կեթա։ Դրա համար ինձ հարկավոր են եւ ոչ միայն ինձ Հայաստանին հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք որ հանուն փողի պատրաստ չեն իրենց երկիրը վաճառելու, որովհետեւ այսօր մեծ մասը տենց է։ Չնայած մեծ մասը դրա մեծ մասը մի մասը բիզնես է անում, հասկանում ենք, այնտեղ գնում են դոդի մոտից են փող վեկալ, վազում են տաշիրի մոտից են փող վեկալ, փող են աշխատում տես մարդիկ, հարց չկա, աշխատեն, բայց հետո թող գնան իրաց ուզած մարդուն ձենը տան, որովհետեւ այդ փողերը հարամ փողեր են, ով ինչը ունի դոդը, տաշիրը, ռոբինակ հարամ են։
Այսօր հանգիստ ու այդ մարդկանցից վեգալ էին, բայց ընտրելուց գնան ընտրեն իրանց խղճի եւ հոգու մեջից ելնելով։ Այնպես որ կտրած կլինեն, ձեզ հարգելի վաճիկ, օգնել ինձ այդ հարցում։ Անպայման առանց խնդրելու պարոն Ղուկասյան, այդ ամեն մեկիս ամեն հայի պատկն է, որովհետև այսօր մեր Հայաստանը, մեր հայրենիքը, որի առանց հայրենիք ոչ մի հայ աշխարհում գոյություն չունի ու տեղի ունենալու աշխարհում որպես մարդ, այդ բոլորիս խնդիրն է։ Հիմա մի հատ էլ բան ասեմ, նայ Վարչիկ ջան, ինձ հենց նոր մի քիչ առաջ փոխանցեցին, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներից մեկը հենց հայտարարել է, որ այդ Սյունիքի միջանցքը կորիդորը ինչ Տրամփ, ինչ բան պիտի կոչվի Ալիևի անունով։ Ու անգամ Ալիևն է համաձայնությունը տվել։ Քանի կարեկանց է այս սրա եղած-չեղածներին լպստան, որ այդ միջանցքը բացվի։ Ու հիմա այդ հայտարարությունը առավոտն է եղել։ Այդ վարչապետի աթոռի համար կռիվ տվողներից ոչ մեկ չի հելնում պատասխանան, որ ինչ Ալիև, ինչ միջանց, մեր հարևան են, բանի ասած, կակոյ լավուր, կակոյ կաբել, հասկանում եք, ոչ մեկ ցին չի հանում, բայց բոլորն ուզում են վարչապետ դառնալ։ Դուք Ալիևին ռիշկան պատասխանեք, ձեր տարբերությունը ո՞րն է Նիկոլի եւ Տաշիրի միջև, Նիկոլի եւ Քոչարյանի, Նիկոլի եւ Դոդի, ախր եթե չեք պատասխանում դրան, ոնց ուզում ձեզի կզս հրացապահեմ, էլ գալը մեկ ինչ անեք, մի հատ մարդ Վարդան Ղուկասյանն է, որ դիվանագիտորեն ասում է միջանցք ես ուզում, ես էլ միջանցք եմ ուզում դեպի Ռուսաստան, կտաս, 100% համոզված եմ, որ չի տա, բայց եթե դու չես տա, ես քեզ միջանցք եմ դիտախում իմ երկիրը քո համար քարվանսարա չի։ Իսկ որ ստանալա պատերազմով փարկասում այս հարցում մենք ունենք շատ լավ դաշնակից, փղերով երկիրը։ Փղերով երկիրի հետ միանում ենք, հետո մենք միջանցքը ո՞ց է բացում։ Ո՞ց է բացում։ Պարոն Ղուկասյան, այդտեղ հայտարարություն կարա անի մենակ այն ողնաշար։ Մեր լիդերները ողնաշար ներկայիս լիդերները, ովքեր որ կարան անեն այդպես արտահայտություն, կարան դեմ դուրս գան Ալիևին, չունեն ողնաշար, որ Այն ուր են գալը, մայ հորոտ ասում դեռնեմ, ուր են գալը, հա փող ունենք, բայց այդ Ալիև էլ փող ունի, Նիկոլ էլ փող ունի, բայց ուր ես գալի, եթե դու չես համարձակվելու պատասխանել, եթե նրա ասածը դու անելու ես, էլ ուր ես գալի։ Հիմա դու գաս քո թմով, լափես, քրպես, ճրպես, երկրի հետ նարիցես հետացես ժողովուրդը, դա պիտի հասկանան։ Չի կարա դա։ Իրանք գալիս են, որ այդ փողը պահեն, որ հանդարտ չկա մի հատ այնց ղեկավար, որ կանչի, ասի այդ փողերը պետությանն է։ Իրանք գալիս են, որ հանկարծ իրանք փողերը չկորցնեն։ Ժողովուրդը պիտի հասկանա։ Որ սրանք չեն գալի աղքատի վիճակը բարելու համար, զինվորի վիճակը բարելավելու համար, բանակի վիճակը բարելավելու համար, սրանք գալիս են իրենց փողերը պահելու եւ էլ ավելի հանգացնելու համար։ Եղավ։ Ասեք։ Պրոստը ինչքան շատ մարդ հասկանա, ցավոք ոչ մեկ չի հասկանում։ Ինչքան շատ մարդ հասկանա, այդքան լավ։ Ուղղակի չգիտեմ, մեր երիտասարդության գլուխը այսօր կերել են նարկոտիկներով, փաբերում խմիչքներով, այդ ամեն ինչով փորձում են բոլորին բթացնել, որ ոչ մեկ չսկսի մտածել։ Թողին վրա, Աշիկ ջան։ Թողին վրա, նարկոտիկների թեմաներ թողին վրա, ես էլ նարկոտիկը բերեմ դրանց գլխին։ Այո։ Պարոն Ղուկասյան, հարգանք տերես։ Թողադար։ Մեր համար շատ կարևոր է ձեր նման կան փորձ դա ցանկացած ազգի համար մեծ նվեր է, մեծ պատիվ է։ Դուք քանի որ լինելով ռազմական ոլորտի մարդ եւ նաեւ ջատագողը մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղուն եւ դրա նպատակներին այսօր հայ ժողովուրդը եթե ուզում է փրկություն, քաղաքական փրկություն, պետք է ձեր մեջ տեսնի, մենք բոլորս սատար ենք կանգնած ձեզ, ձեր համարին
Եվ ամսի 7-ին ենք սպասում, որպեսզի հակառակ բոլոր են դիշովկեքի, չատլախների, չմոների գնանք ու մեր ձայնը տանք համար 15-ին մեր պարոն Վարդան Ղուկասյանին, քանի որ հերիք այդ բոզի տղա այլևս մեզ այդքան հաթաթաթ տա, մենք այդ երկիրը չենք, այդ ազգը չենք, այդ բանակը չենք, մենք ունեցենք այնպիսի հզոր տղեկ, Մոնտե, Վազգեն, Դուշման, Պետո, որոնք որ փաթաթ են ունեցել ադրբեջանցուներ տեղի բոզի տղեկին էլ։ Մենք սատարում ենք ձեզ եւ վստահեցնում եմ, որ հայ մարդը, նորմալ մարդը գնալու է ու երջուկս բոլորի զայնը տալու է ձեզ, որպեսզի դուք հարթեք եւ կարողանաք այս երկիրս գարշ մտոլորտից անեք։ Ունեմ բոզի տղեկի լավը, ներող քուրի համար։ Ապրես, ապրես, Բարև ձեզ, հազար ապրես։ բարև ձեզ պարոն Ուրեմն, Ղուկասյան, հազար անգամ ներողություն մի րոպե տիկին ջան, ուրեմն ես իզուր չեմ ստե 16 ամիս նստած։ Ես նստած եմ նրա համար, որ այս ազգի մեջ կան տղաջան քո նման մտածող մարդիկ։ Ես իզուր չեմ ստե պտում, որովհետև եւ իզուր չի այս քեզ տերություն երկիրը, ինչ եկավ ստեղ նախագահ այս Ալեհեժ մարդը, ընդամենը 20 օր հետո եկավ ինձ առևանգեց ու պահեց, որտեղ հասկացան, եթե սա գտնվի ազատության մեջ, Հայաստանը չի մտնի թուրքական ազատության տակ։ Սրանք մենակ իզից են վախեն։ Եթե սրանք վախենային մյուսներից, մյուսները կփակեին, չէին թողամասնակցի ընտրություններին։ Ամեն մեկի տակը տոննով քակ կա։ Վասան Ղուկասյանի տակը ոչ մի բան չկա, ոչ մի քակ չկա։ Վասան Ղուկասյանին դրե փակում են, Վասան Ղուկասյանին ասել են դեպոր, Վասան Ղուկասյանն ասում է դռները բացեք ես սիկտիր եմ լեմեզ եկես, ասում է չէ տես նախադեպ չկա, որ դատարանին դատի տան, որ երկից ելնել են տան, դու սրանց ֆանտաստիկան նայի։ Ուրեմն ես իզուր չեմ նստած, շնորհակալ եմ քեզանից տղա ջան։ բարև ձեզ պարոն Ղուկասյան, Բարև ձեզ։ ես ձեր վստահված անձն եմ, նոր Լեննականից ենք եկել, մի քիչ առաջ շատ հոգնած գնացել ենք ձեր։ Ո՞նց անցավ։ Հետո ոչ մի քանի տեղ ոստիկանները ոչ դոտում են, ուզում են ստանալ, ես մի կանեցեք ավտոն, ամեն դեպքում շատ լավ անցավ, բայց գիտեք ինչ եմ ուզում ասեմ, ես հասկանում եմ ձեր ժամանակը շատ սահմանափակ է, փորձեմ դիպել կար, ուրեմն այնտեղ կան երկու անչափահաս երիտասարդներ, ես ավելի քան վստահ եմ, որ տեղը շպիոններ կա, որ իրանք լսում են, միգուցե այդ տղաներն էլ իրենք չլսեն, երկու հոգին, ես ճիշտ իրանց լավ տեղը դրեցի, ինչ էին անում իրանք, ես հիմա այդ շպիոնները եթե ստեղ լսում են, ուսադիր լսեք, մանավանդ այդ երիտասարդները, որոնք անչափահաս են 15-16 տարեկան, որ 18-ից լրացած, որ մտցնում են այդ ճիշտ խաղերի մեջ, բուկլետները վերցնում են, մենք բաժանում ենք ձեր բուկլետ, դուք ինձ լսում եք պարոն Ղուկասյան։ Լսում եմ, ուշադիր լսում եմ։ Ուրեմն բուկլետները, որ բաժանում են, ես զգացի, որ այս տղաները ինչ-որ տարօրինակություններ ունեն, ինազու բոլորից գնում էին շատ էին վերցնում, ասելով, թե տուր մենք կբաժանենք։ Ես կողքից նկատեցի, այդ բուկլետերը շատ վերցնում էին, պատրում էին մեն հասամանը։ Հետո իհարկե ես իրենց մոտեցա, կներեք իհարկե մի քիչ կոպիտ խոսեցի, ես այդ տղաներին ասեցի, որ դուք օրենքի առաջ եք ճիշտ ձև պահում, ոչ մարդկային ձևով եք դուք ճիշտ պահում, անգամ ձեր գյուղական այդ Facebook հասկանում դուք ձեզ գյուղական տղաների տեղ եք դրում, անգամ գյուղական աշխարհում դա ճիշտ է։ Եթե դուք չեք ուզում ընտրեք, ուրեմն մի ընտրեք, բայց մի խաբեք, վերցրեք ու ճղեք աղբամանը։ Ես ավելի քան վստահ եմ, որ նման շպիոններ տեղեր կա լսում, վերաբերում է ձեզ բոլորի։ Մի քիչ հայ եղեք, մի քիչ արդար եղեք, մի քիչ նամուս ու թասիբ ունեցեք։ Լսեք ձեզ ինչ եմ ասում, այ ողջ ծախվածներ, ես թոշակառուկին եմ, ես ավելի լավա կանգնած մեռնեմ, քան թե կզացած, չոքացած, կռացած Նիկոլի նմանների մոտ ծառայեմ ու թուրքի մոտ ծառայեմ, ավելի լավա իրոքից կանգնած մեռնեմ, դա ձեզ ա վերաբերում, անթասիբներ, ողորմելի Ես գիտեմ դուք ստեղել կաք, դուք ամեն տեղ կաք, ոնց որ այնտեղ իբր թե ցույց եք տալիս, ժպտում եք, որ տվեք բաժանեմ, աննամոթներ, թքեմ ես ձեզ երեսին, դուք չունեք նամուս, դուք չունեք թասիբ, դուք չունեք ինքնասիրություն, դուք փողի համար ձեր մորը կծախեք, ձեր օրը, ձեր երեխեքին ձեր կնգան, այդքան բան, պարոն Ղուկասյան, ձեզ էլ համբերություն, մենք ձեզ սպասում ենք։ Գիտեք ինչ, մենք անընդհատ դժվել ենք այն մարդկանց պատճառով, որոնք որ թքած են ունեցել պետականության վրա, թքած են ունեցել երկրի վրա, փող։
Ես միշտ ասել եմ, դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդելու եմ ձեր տունը, եւ քանդում եմ ձեր տունը։ Այդ անմեղսունակ լակոտ լուկուտներին, որ ճարը դերեկցել են մեջա, տեսեք այնքան իրանք այդ Լեննագարնում ա եղել, թե որտեղ ա եղել, այդ կազմակերպողը Գյումրիում, այդ կազմակերպողը այնքան մանրապճեղ բոզի տղա ա եղել, որ ինքը չի համարձակվել, ցելա անչափահասների, որոնք ոչ ու անես անչափահաս, որ ես համոզված եմ, որ այդ անչափահասների տան անդամները օրվա հացին կակա են ասել, այն դոմիկի մեջ ապրողների, ցելա դրանց աղրկել, չափահաս մարդկանց էլ չի ղրկել, դրանց աղրկել, եւ ի արևոք ուզե վատություն են է Վարդան Ղուկասյանին, ասե ես ասելու բան չունեմ այդ անչափահասներին, այդ որ ասում մի հատ կաֆետով, մառոժնիով է բրդել են առաջ, բայց խնդիրը նրանում ա կայանը, որ Գյումրին 30 տարուց ավել միշտ խաբսվել է, Գյումրի, ընդեղ Բալասանյան, Մալասանյան, Վարդանիկ Ղուկասյան, ով եկել է քաղաքապետ, անես օլիգարխադար է, որ անգամ ստեղ է, հողատարածքներ, վիլլաներ, բաներ ձեռք բերել, իսկ Գյումրեցին շարունակել է մնալ աղքատության մեջ, հիմա դրանք կոմանաս նաև Գյումրու գլխին կախված է թրքանալու վտանգ, որտեղ առաջ քաղաքներից մեկը, որը որ ենթարկվելու է թուրքական օկուպացիայի սահմանը բացելուց հետո Գյումրին է, հոկտեմբերանը Գյումրին, իրանք այդքան բանը կամ հասկանում են արդեն, կամ հələ չեն հասկանում, տեսեք Արարատյան դաշտավարի ժողովուրդը արդեն հասկացավ, մի տարի, 2 տարի, 3 տարի չեմ ասել, որ ձեր պամիդորը ձեր վրա է մնալու, դուք ձեր պամիդորը չեք ուտելու, կտրեմ, Ռուսաստանը թագեց, պամիդորը մի բաժարեղենը մնաց, դեմները լցած, հիմա հələ բանը հոկտեմբերանի տրանսն են փական, միտինգ կենեն, բայց Նիկոլի դեմը գնացել չոքել եք, ասում եք աստված ես, հիմա ինչ ես միտինգ անում, ինչ ես հələ դուք ինքան պիտի, եթե չլնի Վարդան Ղուկասյան, դուք վաղ սովամահ եք լնելու, թուրքական ապրանքը եթե գրոհեց Հայաստանի գյուղացին սովամահ լնելու, ինքը ինչ պիտի անի, աշխատատեղ չկա, հողը ցանի, ինչ աճացնի, ինչ աճացնումա, հենը Թուրքիայից լավ որակով եւ ավելի էժան։ Այսինքն պիտի հասկանան։ Եվ միակ մարդը, ով որ կարա լեզու գտնի նաեւ Ռուսաստանի հետ եւ այս ամենը վերասի նորից Վարդան Ղուկասյանն է, ուզեն թե չուզեն։ Որովհետեւ այս մյուսները նորից պարում են նույն Ալիևի դուդուկի տակ։ Հիմա ես նորից գնամ, նորից գամ, որտեղ 15 րոպեն բան եղավ, լրացավ սրելի ժողովուրդ։ The caller has... Ալո։ 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 Հա, մենք վերադառնում։ Գնաց մեր պարոն Ղուկասյանը։ Չէ, պարոն Ղուկասյանը ստեղ է։ Երեխեք ջան, լսեք, դուք ձեր երեխեքին իսկ թվում է, եթե դուք հասկստանում եք պարոն Ղուկասյանին, բնական է ձեր բոլոր երեխաները կրթված արդեն կհասկանան ճիշտ ու սխալը, ոչ թե փողի համար կծախեն այս երկիրը։ Դուք պատկերացնում եք այդ երիտասարդները վաղը չմիսօր ինչ ա դառնալու։ 30 տարի այսինքն սերունդներ են դաստիարակել ու ցավալիներն են, որ տես տականքներ շատ կա մեր ազգի մեջ։ Անհավատացեք, ես Լեննական որ գնացի այդ երեխեքը տես բան տեսարի, ինչ շոկի մեջ գցեց, ոնց կարող է այդ երեխան անչափահասը տես բան անի։ Ես չգիտեմ երեխաներ, որ դուք լսում տեսնում եք Սյոնի պես եթե դուք այդ տարիքից տեցեք կամ դուք շատ լավ հիմա հասկանում եք որ ես ձեր հետ եմ բայց հավատացեք մի օր հատուկ գալու եմ ձեզ նորից տեսնեմ որովհետև ես գիտեմ դուք Լեննական եք ու դուք այդտեղ եք միշտ լինում անպայման ես ձեզ ելի կմոտենամ ես ձեր հետ խոսացի դա նույնիսկ իմ հարցին դուք պատասխանեցիք երեխեք որ ես ձեզ ասում դուք ճիշտ եք որ սենց եք անում չես ուզում մի դուք լրաց ձեր գլուխը կախեցիք չկարացեք իմ հարցին պատասխանեք այդքան բան կարամ ասում այդ շպիոնները որ մացել են երկու կոպեկի համար դուք ծախում եք ձեր երկիրը բայց դուք մի բան իմացեք մի օր ձեր քթից է գալու այդ երկու կոպեկը որ ձեզ տվել են ձեր ձեռից տանելու են մի օր չկարծեք որ վայելելու եք այդ գումարը այ մարդ գումարը չեն տվել մի հատ մառոժնի են տվել վերջացավ հաջորդը Հավատացեք ժողովուրդ լավ է լինելու, պետք է մարդ հավատում եմ, որ լավ է լինելու, ավելի հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանը ասել է, իսկ կարամ 200%-ով ասեմ, որ ինքը կանցնի ավելի շուտ 200%-ով են դեպքում, որ ոչ թե 30 կամ 40% գնա, այլ 60-70% գնա, երբ որ այդքան տոկոս գնա, հաստատ Նիկոլը չի անցնի 100%-ով, ինձ թվում է դուք բոլորդ իմ հետ համաձայն կլինեք։
Դե այսօր ամենամեծ խնդիրը մասնակցության խնդիրն է։ Եթե շատ մարդ մասնակցի, շատը չկողմնորոշվածներն են։ Եթե չկողմնորոշվածները գնան ու իրանց ձայնը տան նորմալ պարոն Ղուկասյանի պես անձնավորության, հաստատ մենք հունիսի 7-ի գիշերը լույս 8-ի առավոտյան լրիվ ուրիշ պատկեր ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Մարդկանց սրտերում գոնե վարդ կբացվի եւ այդ օրվանից էլ ինձ թվում է ամեն ինչ կսկսի օր-օրի ավելի լավ դառնալ մեր երկրում։ Այո, ոչ Հունգարիայում, եթե բոլորը գիտեք, կարծեմ 73% էր անցավ, չէ՞, մարդ գնաց։ Մասնակցեցին օրվա։ Այո, հենց դրա համար իսկ մինչ այդ իրանք էլ չէին գնում։ Մինչ այդ Հունգարիայի մարդիկ չէին գնում, բայց հիմա գնաց 72-73% մասնակցեց ու այո, ինքը պարտվեց։ Այն նույնն էլ հավատում եմ, ես վստահ եմ դրանում, եթե մասնակցությունը լինի շատ, չի կարա ինքը Նիկոլը այդքան կեղծիկություն անի, չի կարա այդքան կեղծի, լավ թող 10-20% կեղծի, բայց ինքը չի կարա ավել կեղծի դրանից։ Ձեզ վստահեցնում եմ, որ Ալո, Ղուկասյան։ Հա, գրած ես Ես ստեղ եմ։ Կորը Որ ասմատանեցիկով խոսում ենք։ հա ես Ուրիշ հարցում եք ժողովուրդ։ Քաղաքացիներին որ հունիսի 7-ին չնստեն տները, գնան ու մասնակցեն ընտրության։ Եթե տոկոսը բարձր լինի, իշխանությունը տարբերակ չունի վերընտրվելու։ Ամենակարևորը կաք դուք։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ դա պարոն Ղուկասյանի պես ազնազով մարդը, որը պատրաստ է երկիրը երկիր դարձնի։ կներեք պարոն Ղուկասյան, կարելի է մի հարց մի բան ասեմ, մենք հունիսի 7-ին քվեարկելու ենք եւ բոլորով այդ օրը իջնելու ենք Հանրապետության հրապարակ։ Յուրաքանչյուր մարդ քվեարկությունից հետո պետք է իջնի Հանրապետության հրապարակ եւ այնտեղ հետևենք ընտրությունների ընթացքին։ Ինչ է ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դե թող փորձեն կեղծեն, նրանք դիտենան մեր քանակը Հանրապետության հրապարակում։ Պարոն Ղուկասյան, կներեք մի հարց ձեզ կարելի է տամ։ Ասեք, իհարկե, բրամար եմ ստեղ։ Հա, նայեք, ես միանշանակ ձեզ ասում եմ, եթե շատ քանակության մարդիկ գնան, հրայում եղավ 70-ից ավել տոկոսով հիմա նայեք, ես վստահ եմ, ավելի վստահ եմ, որ 70%, 60-ից էլ ավել գնան, ու վստահ կարամ ասեմ, Նիկոլը պարտվելու է ասեմ, բայց Աստված մի արած թե, Աստված չանի, տենց ինչ-որ մի ասենց, այդ սատանելը ու անցավ, դուք շարունակելու եք ձեր պայքարը։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Այդ է ուզում լսեի, այո։ Այո։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շատ շուտ ասեմ, մենք հեռակա իրար ճանաչում ենք, չեմպիոն իրան ձեր սայտում բան է կարել, ես դες անձնակազմել իսենց խոսքեր, պալեմիկավ զբաղվել, մենք առաջ եսիմ ինչ եսիմ ես կոմենկով, մի քանի հոգեբանական մոմենտներ ունեմ ասելու, կարամ ձեզ անձնական։ Ինչ անեք, կարակ ինչ անեք, անձնական։ Կարող եմ ձեզ անձնական հետո գրեմ, չեմ ուզում ստեղ այդ ձեման բարձրացնեմ, մեկը ես որ այս քամբախից դուրս եկա խփրեմ, բայց քանի ես ստեղ եմ, դուք անձնական կապի մեջ չեք կարող ունենալ, միշտ արանքում ինչ-որ մեկը լինելու է, դրա համար եկեք։ Չէ, ես հետո բան կգրեմ, հա, ոնց որ հետո ոնց որ այս նույն կկարողանամ, չէ, հետո ոնց որ բան թողնեմ, սապշեմ։ Ես դուրս եկա, այս բանը ֆորմատը շարունակելու է, դուք ուղիղ կապի կլնեք իմ մեջ, իսկ սենց ուղիղ կապի շնորհակալություն։ 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 Ես բախվում եմ իրական հայերին, ցանկանում եմ առողջություն ու համբերություն, շուտապույտ ազատում, որ լինի ժողովրդի կողքին, ներդեի ժառանգները առաջին իսկ օրվանից պարոն Ղուկասյան ձեզ աջակցում են ձեր կողքին ամեն հարցով, այժմ էլ կազմակերպված մարդիկ իրենց հաշվին հասկանալով երկրում տիրող իրավիճակը իրենց անձի կարևորությունը ամեն գնով փորձում են լինել հայրենիքում եւ կատարել ճիշտը եւ եկեք ժողովուրդ ջան, այո, նամանավանդ
բան Ռուսաստանում, Բելարուսիայում, Ուկրաինայում եւ ԱՊՀ տարածքում Վրաստանում ապրող մեր հայրենակիցներն ուղղակի պարտավոր են այդ օրը գալ եւ քվեարկել։ Նամանավանդ Հայաստանում ապրողները, բայց մենք գիտենք, որ դրսում ավելի շատ մարդ ունեն, քան Հայաստանում։ Դա գոնե դրանց 15-20%-ն էլ որ գա ոչ ասի սրանց, դա արդեն մեծ թիվ է։ Դա պետք է գալ։ Ապայման պետք է գալ։ Հաջորդը։ Բարև բան ողջան։ Բարև։ Անցած անգամ ես այդ ինկվիզիցիայի համար ասեցի, կուզեի, որ այդ մենաշնորը ինձ տայի։ Ինչի մենաշնորը։ Ինկվիզիցիայի մենաշնորը ինձ տայի։ Հա, տայի, որ նրանք փոշմանեն, որ ոնց որ ասած մի րոպե շուտ ուզենայի, որ մահանային, էլի, մեռնեին, սատկեին, այդ կարգի։ Հենց ունեի, որ այդ իրանք էլ փոշմանեն, որ ծնվել է։ Մենք դրա մասին խոսենք առանձին։ Ես հասկանում եմ ռեժի տարավը, անպայման խոսենք դրա մասին առանձին, անպայման։ Ես հնարավորություն կտամ, եղավ։ Հա։ Շնորհակալություն։ Հա, խնդրեմ, հաջորդը։ Բարև ձեզ, պարոն Վարդան Ղուկասյան։ Հազար բարի։ Պարոն Վարդան Ղուկասյան, ես ձեզ ուզում եմ մաղթեմ, որ դուք շուտ դուրս գաք այդ տեղից ու ամսի 7-ին մեր ուժեղ հայերի շնորհիվ ընտրվեք վարչապետ, որովհետև դուք միլիոնավոր մարդկանց սրտերում եք ու հույսն եք, որ մենք ունենանք ուժեղ երկիր, ազատ երկիր, որ հպարտանանք, որ մենք հայ ենք առաջի հերթին։ Ես 21 տարեկան եմ, Հայաստանում դեռ ճիշտ ասած չեմ եղել, Ռուսաստանում եմ ապրում, բայց ձեր եթերների շնորհիվ ես դարձել եմ հայրենասեր մարդ ու սիրում եմ իմ Հայաստանը, իմ պատմությունը ու հպարտ եմ, որ հայ եմ։ Դա միայն եւ միայն ձեր շնորհքն է ու ես հպարտ եմ, որ դուք կաք ու դուք մտնելու եք Հայաստանի պատմությունը որպես լեգենդար մարդ, որովհետեւ դուք ստեղծում եք այս տերունդը հայրենասեր։ Շնորհակալ եմ։ Ես Կուզվեցի։ Ես մի հատ ունեմ խնդրում։ Երբ որ դուք եք իշխանություն, հնարավոր է, որ մարդիկ կարողանան մասնակցել ընտրություններին։ Ովքեր ներողություն։ Հայ ժողովուրդը հնարավորություն կունենա հենց Թուրքում մասնակցի, չգա հասնի մինչև Հայաստան ընտրություններին։ Գիտեք ինչ, սա աննորմալություն է, ինչ որ հիմա կա։ Հայաստանի Հանրապետությունը ունի դեսպանատներ։ Այդ դեսպանատներում պիտի մարդը գնա քվեարկի, ես չեմ կարող հասկանալ, ինչի պիտի դրսում գտնվող Հայաստանի քաղաքացին չկարողանա քվեարկի դրսում։ Ինչի պատճառը ո՞րն է։ Սա մտցրեց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա ասում է ինչ ժամանակ սփյուռքը սենց սփյուռքն է, քո ժամանակ տարանջատվեց, որ չէ հենց իմն է նո պետք է գալ Հայաստան, ասեց երկիր գործունեություն է աշխատում, որ դեմոկրատական ընտրություն անի, բայց դեսպանատներում թուրք չտայա քաղաքացին գնա քվեարկի։ Ես այսքան չեմ հասկանում։ Ընկերան, իշխանություն է, հիմա մասա գտնվում է բուժման, գտնվում է հանգստյան մեջ, ասենք այդ ժամանակ բիզնես գործով է գտնվում, ինչի պիտի զրկվի քվեարկելու իրավունքից։ Իհարկե պիտի բացել հյուպատոսարաններում, դեսպանատաներում եւ մարդը պիտի գնա Հայաստանի ազնագրով այդտեղ քվեարկի։ Դա պիտի լինի, ասեմ ավելին, իմ օրոք, եթե դուք չեք հիշում իմ նախընտրական ծրագրի մեջ կա տես կետ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է գնալու եւ քվեարկի։ Եթե չգնաս, պիտի ենթարկվի վարչական տուգանքի 50,000 դրամ։ Այսինքն պիտի ունենա շատ հարգելի պատճառ, չգիտեմ, այդ օրը վիրահատական սեղանի վրա է եղել, բերում է բժշկի թուղթ, որ ես այդ օրը վիրահատվել եմ, չեմ կարացել, օքեյ, մի վճարի, որովհետև երբ որ մարդն ասում է, ես քաղաքականությամբ չեմ սպառվում, ես ինքես ջան, դու իրավունք չունես չտրես, դու իրավունք չունես արհամարես, թե ով է գալի այս երկրի իշխանությունը, դու պարտավոր ես գնալու ասելու այո, ոչ դեմ եմ կողմ եմ, եթե դու չես գնում, քո քաղաքացիական պարտքը չես կատարում, ուրեմն դու պիտի տուգանվես։ Ես այդպես եմ հարցին նայում։ Ես ինքս ունեմ հայկական ես ապրում եմ արտասահմանում
ու ես չեմ դիմել ուրիշ երկրի Իմ օրոք ուզում եք երկհաղաքացի եք, ուզում եք բայց ես իրավունք ունեմ մասնակցել ոչ մի տեսակի ընտրություններին։ Վարդան Ղուկասյանի կառավարության օրոք ուզում եք 10 հատ պասպորտ ունեցեք։ Ես չեմ սահմանափակելու երկհաղաքացիություն, երկհաղաքացի, այ մարդիկ ուզում եք քաղաքացի եղի։ Բայց քո ձեռը կա կապուտ ազնագիր, ես քո երկրում ունեմ տեսփանատուն, չգիտեմ, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա, Չիլի, Աֆղանստան, գնա ընդե քվեարկի, սիրելի քաղաքացի, խնդրեմ։ Ոչ թե ասեմ, չէ, հելի Ամերիկայից, Կանադայից արի հասի Հայաստան, որ քվեարկի։ Աբսուրդ է սա։ Շնորհակալություն։ Ու բարևներս մամայից կողմից ես շատ սիրում եմ ու գնալու եմ պարտադիր մասնակցին ընտրություններին։ Շնորհակալություն, իմ խոյին հադակները ձեր ծնողին եւ ձեզ։ Եվ բոլոր են քաղաքացիներին, որոնք ահագին մարդ արդեն ես գիտեմ, որ հելել է Տոմսը եկել է Հայաստան ԱՄՆ-ից, որ պիտի քվեարկի Վարդան Ղուկասյանի օգտի, դաժե Գերմանիայից մարդիկ էլ եկել են ինձ խաբար են ուղարկել։ Իսկ չի տեսեք ատեսպանատու։ Ոչ բարով։ Հալո։ Բարև ձեզ Վարդան Ղուկասյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ինչպես է ձեր բանկագին առողջությունը։ Լսելով մեր երիտասարդներին իմ տրամադրությունը շատ լավ ձևով բարձրացավ։ Այսինքն ես լսում եմ հիանում եմ։ Վարդան, ես մի խնդրանք ունեմ։ Ես Եվրոպայում ոչ մի ձևով ձեր բոլորի հետ ձեր հետևորդ եմ 16 թվականից։ Մեկ, երկրորդ, ալո, մի րոպե պաուզա տվեք, ես նորից կամ այո, թե չի ժամանակները չգիտեմ, մեր փողի վրա էլ են ստեղ ժամանակ դնում, ես հեսա նորից գամ մեկ րոպեից։ Շատ բարի, իսկ շտապույթ ես չեմ կարա գրանցվեմ ներկա պահին, ես պետք է ընտեղ որ գրանցվեմ։ Մենք վերադարձանք, լսում եմ ձեր հարցը։ Պարոն Ղուկասյան, մենակ գիտեք ինչ եմ ամ, ես կարող եմ մի օր ինֆարկտ ստանամ, որ դուք դառնաք մեր վարչապետ այդ բլոգերներին, այդ Ալինա, եսի միջին բոլորին այդ Փաշինյանի հետ պետք է վառեք։ Այդ բլոգերները իմ վրա ազդում են, ես արդեն դրանց երեսից հիվանդություն եմ ձեռք բերելու։ Դուք նկատում եք այն բանը։ Ամենքին, բոլորին, բլոգերներին։ Հասկացա ես Թուրքիայից անգամ։ Բայց երբ որ բլոգեր կոչվածը կամ անձը դուրս է գալի եւ սկսում է թշնամու քարոզը անել, ես չգիտեմ Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ մի հատ ադրբեջանցի, ով հլնի ասի, որ հայերը լավն են, հայերը պիտի գան Ադրբեջանում ապրեն, հայերը Բաքվում ապրել են, այտես բլոգեր Ադրբեջանում չկա, չգիտես խի, իմեննո բլոգերներ, թրքահպատակ բլոգերը պիտի լեն հեզ Հայաստանում, ասիկ որ թյատան, և հեն են քարոզեն թրքասիրություն, չգիտեմ ես ես բան։ Մեկ էլ դրանց ովքեր հեռուստացիությունը որ ցույց է տալի Փաշինյանին պաշտպանում գրգում են բոլոր ինտերնետներում կա դրանց երթով հարևաններից բռնան։ Ես ասել եմ 1937 բոլորին մեկ էլ մեր հեռուստատ ալիքներին որ օգտենում առավոտից իրիկուն բան է դոդի գագո խփնված էլ Կարապետյան էլ ես ասես ցույց են տալի 17 համար 9 համար 16 բացի դոդից փողը վեկալով խոսում են այսինքն վաղը միշտ Ալիևն էլ բերի մեր հեռուստատեսությունների փողտա ասի պիտի օրը 24 ժամ հայերի կռլեք իանկետի կանեն մենակ թե փող տվեք որովհետև չկա ազգային անվտանգություն չկա հաղորդումով ենք ձեզի տենում դոդի գագո հա բոլորին կամ տաշիրը դոդը Քոչարյանը 3 օլիգարխի բերի կապել եք ժողովրդի գնում են նամանավանդ այս Ֆրանսիաներ դրանցից բացի ուրիշներից չի խոսում ոնց խփտված ալնեն Սաղուրեմ Ֆրանսիացու հետ եմ կռիվ տալի նրա Facebook բացելով մի հատ է նրանց հետ Ալո
Լավ է լինելու, լավ է լինելու։ Պարոն Ղուկասյան, Ստեսում ձեզ առողջություն, պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն։ Ղուկասյան ջան, մենք Երևանից ողջունում ենք ձեզ նորից կրկին։ Մենք վստահ ենք, որ ամսի 7-ին դուք բավականաչափ որոշիչ ձայներ եք ստանալու եւ ամենակարևորը մենք ձեզ սատարում ենք ոչ միայն նրա համար, որ ձեզ ենք ուզում տեսնենք վարչապետ, այլ առաջին հերթին նրա համար, թող ինձ ներող լինեն մեր կին արմատները, ովքեր հիմա որ լսում են, բայց միակ մարդն է, ով է բեղավոր Գանդոնի պատասխանում է շատ կոշտ, շատ դիպուկ, շատ լրացնող։ Մեր խնդիրը եղել ու մնում է թուրքա հպատակ ազերիները։ Մենք եթե ուժեղ ղեկավար չունենանք, ռազմական, հայրենասեր, մարդ ով իր երկրի համար իր կյանքը կտա, մենք ծնկ ենք գալու այդ թշնամիների առաջ։ Եվ այսօր դուք միակ մարդն եք, որ եթե որպես հայ մարդու գնա այդ բեղավորին ասեն սենց, միայն տալու են ձեր անունը։ Դուք միայն քաղաքական միակ կերպարն եք, որ այդ ղախպի տղուն պատասխանում եք շատ դիպուկ ու սա բոլոր մեր մարդկանց առավել ևս մեր հայ, թասիբով տղեկի սիրտը հովացնում եք։ Մենք ուզում ենք ձերպես ղեկավար, որ կանգնեք մեր ղեկավարի կողքը, ասենք չշկրվեք, այլ լրտվի տղեք, տեղերդ վերընկեք ու ապրեք խաղաղ, քանի չեք տեսել մեր ուժը։ Ադրբեջանը պետք է մեզանից վախենալով խելոք ապրի, ոչ թե մենք վախեցած ու ծնկած։ Դրա համար մենք ամսի 7-ին իմ հայ ժողովուրդ խնդրում եմ, ես որպես հայ տղա խնդրում եմ, բոլորդ սատար կանգնեք ձեր մայրերին, քույրերին, եղբայրներին, հարևաններին, լավ մարդկանց խնդրեք, թող գնա տեղաբաց, ձայնը տան համար 15-ին պարոն Վարդան Ղուկասյանին եւ մենք կտեսնենք, որ ամսի 8-ից մենք այս պսած վիճակից նորից հարնելու ենք, ոտքի ենք կանգնելու իր շնորհիվ Վարդան Ղուկասյանի եւ իր շնորհիվ մեր լավ հայերի։ Բոլորս դեպի հունիսի 7-ին ընտրան ամասել, սատար ենք կանգնում պարոն Ղուկասյանին, որ չծնկենք Թուրքի ու Ադրբեջանցու առաջ։ Շնորհակալ եմ։ Ես շատ շնորհակալ եմ, մի բան ասեմ, դու տարիքով երևում փոքր ես, բայց հանգիստ կարած այս ինֆորմացիան ճշտես թանկացած անձից, ով 90-ական թվականներին ծառայել է հայոց բանակում։ Հազգեր Զաքսյանի ժամանակ 90-99 թվականը, այո, բանակում վիճակը լավ չէր, որովհետև նոր կազմավորված բանակ, սնունդը ինչ որ կա մեծ մասը կողանում էին, հագուստը կողանում էին եւ այլն, բայց կար մարտական ոգի։ Մեզ թուրքը տենում էր պոստում, մենք հլում կանգնում էինք, թուրքը մեր դեմն էր։ Գլուխը ռիշ չէր անում բարձրացնել, մեզ ձեռը զենք չկար, յա ձեռը զենք էր։ Ինքը վախում էր մեզանից, վախում էր, տղա ջան, վախում էր։ Հասկանում ես, ինքը չէր կարում լպտար, ինքը չէր կարում թպրտար։ Ինքը վախում էր, Նիկոլ Բոզի տղեն, որ հասնում է 96 թվին ենք, հողերը տվե, նո վերջես է լսասեմ, սա լրիվ տիեզերական Բոզի տղա է, 96 թվին Վազգենի ժամանակ ինչ հող, Վազգենն ասում է, ես բանը, Երանի եմ տալու, որ մենք տեսնելու ենք Շուշիի 50-ամյակը, մենք տեսնելու ենք Շուշիի 500-ամյակը, 5000-ամյակը, որտեղ Շուշին այլևս հայկական է, դա Վազգենի բարերն են։ Իսկ ես Բոզի տղեն, ասում է 96 թվին Շուշին տված է, հասկանում, ուրեմն մենք ճիշտ ատես լավ սպորադինություն չունենք, ինչ եմ ուզում ասեմ, բայց մեր այդ հաղթանակած ոգին թուրքը վախում էր մեզանից, վախում, իսկ այսօր ինչ ենք մենք տենում, թուրքը գալում է Երևանի մեջտեղը, տժում է ցկը դկանը, վրեքները, տժում է 1000 անգամ ներողություն, ծիսաղում է, ժպտում է, հեգնում է, թողում, գնում է, ոչ մեկ բան չի ասում, հələ չի եկե տեղավորվել այս վիճակն է, բա որ եկավ իշխանի, Ադրբեջանի նախագահ նստում ամենավերջի ձևով սորասում է հայ ազգին, ասում է դուք քոչվոր եք, այս եկեն եք, այդ դեպքում երբ որ ոնց եք մենք քոչվոր, մենք այդտեղ ենք եղել, մենք Տիգրաններից ենք ունեցել, մենք Արտաշես ենք ունեցել, մենք Տիգրաններ ենք ունեցել, եւ այլ մեր թագավորները, մեր Աքունիկը այդտեղ է եղել, հասկանում եք, Պարսկաստանի տարածքում, Բյուզյանը եւ այլն, որ հետո եկե գրավել են, բայց այս մարդիկ դնում է վրա ղժնա, ոչ մեկ չի պատասխանում, հասկանում եք, ամեն մեկը նայում է ձոդին, բոյով, ջանով, բուսաթով, բդերը, թևերը, տաշիրը, ռոբիկը, ոչ մեկ չի պատասխանում Ալիևին։ Ասում ես,
ինգեր բան հացաբուրջ եղեն, ինգեր նարեք, դուք տարածքային պահանջ ունեք Ադրբեջան, ասում չէ, մեր տարածքային պահանջ չունենք, բանակը պիտի լինի, բանը մի տարի առաջ մարդը իա բանակն ավելացնա, դուք հո բանակը կրճատում ես, սրանք զինվոր չեն սիրում, այ քո հորասուններն չեն սիրում, սրանք զինվորից ալերգիա ունեն, այն որ ասում են զտագրով զզվելի կենցալի, սրանց համար զինվորն է, Սրանցից ոչ մեկ բանակ չի սրեցանք զինվորի պետականության երկրի խաթրը չգրենք և այս ամեն ինչը սկսվեց ռոբասերժական դինաստիայից, որ սկսեցին փողով բանակից ազատել, բանակ չգնալ, բանակ չծառայացնելը պաշտոնից բաղացրել, Թաթոյան, Մաթոյան, Աշոտյան, Շարմազանով, չի կարելի չսիրել բանակը, և եթե մի երկրի ղեկավար ասում է երկրի ողնաշարը միլիցեն է, վերջացավ այդ պետությունը չի կարող գոյություն ունենալ, այ ամեն ինչի մեջ մեղավորը ռուսը, պարսիկը, բայց մենք մեղավոր չենք Մեկ մեղավոր չենք, որ դավաճանեցիք մեր զինվորներին, մեկ մեղավոր չենք, որ օդը փակին, բացիկը դացինք, և բայրակթարերը սկսեցին աչուձախ մեզի աղալ, բայց ուն բայրակթարը հիմա այդ Ուկրայինայում խիչ դպրտում, ու այս մասիկ պիտի հասկանան, եթե դու չես սիրում քո բանակը, եթե դու չես սիրում քո երկիրը, ուրեմն քեզ պահելու են որպես սրուկ ուրիշ պետություններ, ուրիշ երկրի զինվոր, սրանք չեն, հրետի չեն հասկանում, տակ են, կամ անասուն են։ Ոչ մեկ ձեր ուժը չունի, դրա համար իրանք ուժը չունենալուց բացի ուղեղը չունեն։ Հասկանալ, իրանք ուղեղը տվել են փողին, իրանք ջուր չունեն։ Ընդամենը 9-10 ամիս առաջ կարող է սխալվեմ ամիսները, ստեղի Կանասուկավոր կուլտուրական մասկանցից մեկը շատ բարձր պաշտոնի, որ եկար մի մոտ, սա երբեք չեմ ասել, որտեղ այդ հանդիպումն եղել է գաղտնի, բայց արդեն էլի վեճը չի գաղտնի, ոչ գաղտնի, ասեց դուք, պարոն Գյուքասյան, կարող եք փոխել տարածաշրջանում վեկտոր, դուք վտանգավոր մարդ եք, մեր երկրի շահերի համար։ Իսկ պարզ նայելով իմ աշխերի մեջ ասեցին, ասում եմ ես վեկտոր կարամ փոխեմ, ասում եմ այո, դուք վեկտոր կարող եք փոխել։ Եվ ամեն ինչ արեցին ու շարունակում են անել, որ Վարդան Ղուկասյանը դուրս չգործել վեկտոր կարա փոխի։ Եթե դոդ վեկտոր փոխողը մեր դոդին էլ կփակեին, տաշիրիներ, մյուսիներ, հենց ամեն օր հիստերիկը յան ճղամա, տարանեք, բացասանեք, մարտի մեկի, բռնի, Ռոբերտ Քոչարյանը անես գնացա մեկ մտա, որ շուտ է Հայաստանի Հանրապետության գործող նախագահն է։ Բայց պետական հեռուստաընկերությունը այդ իբուց է տենց դիմավորում։ Մի մարդու ով մեղավոր է տասնյակ մարդկանց կյանքերը խլելու մեջ։ Չկան դիմություն, և այսօր Ալիևի դինաստիան վախենում է Վարդան Ղուկասյանից և պատահական չի, որ Ալիևի փեսեն, լպստամա Թրամփի տղեկի եղած շեղածը նախկին փեսեն, Ագալարովը, ամեն ինչ աննա, որ Վարդան Ղուկասյանը դուր չկա միջև ընտրություններ։ Այդ ինֆորմացիան արդեն գաղտնիք չի, ոչ FBI-ի համար, ոչ CIA-ի համար, ոչ սերի դատական համակարգի համար, սա գիտեն։ Նիկոլ Ալիև, ահա այդ երկու անձինք նաև Էրդողանի ազգործնախարարությունը մեծ ջանք ու երանք ներդրեցին, որից հայտնվեն ստեղ, որտեղ տես բան գոյություն չունի, մաս ուզենա գնա ու չկարան է գնա։ Վարդան Ղուկասյան ձեր ձեռքերում ասելի ժողովուրդ, ձեր, որ մի մարդու նման գակ դառնակ վստահված անձ, մի մարդու նման կնակ ընտրատեղամաս ասես ընկեր պարոն Թրամփ, տարած փակեցին Վարդան Ղուկասյանին, դեմատես Վարդան Ղուկասյանը ոնց է դառնում Հայաստանի վարչապետ, դե հիմա փակի։ Ղուկասյան, մի բան էլ հարցնեմ, եթե ընտրատարածքներում, ինչպես միշտ որ լինում է, լույսերը անջատում են, են անում, անդիմադրությունը այդ 4 դևերի ականջներն է, այնտեղ ընդդիմադիր չկա, բացարձակ, ոչ եղել է, ոչ կլինի։ Եթե այդ հոսանքները նորից անջատեն, թերթիկները կեղծեն, ոնց է կանելու։ Հեղափոխությունը դիլի քաղաքացիական։ Այո, դամար ես ասում մի մարդու նման բոլորս քվեարկում ենք և իշտում ենք հանրապետության հրապարակ։ Ու հետևում ենք ընտրությունների ընթացքին։ Պարոն Ղուկասյան, մի հարց էլ էլի, քանի որ ընտրություններն ա, դե մեկ շաբաթից արդեն պարզ է ինչ ա տեղի ունենալու, մենք ոչինչ չբացառենք։ Ավելի քիչ։ Բայց միած ալջուն հարցելի, շատ մարդիկ մեզ մտավախություն ունեն և էլի բերում են օրինակ այդ երևանյան ընտրությունները, բայց ամենավատը մտածում են սենց, քանի որ ազգային ժողովը ձևավորվելու է ըստ անցած ուժերի հարաբերակցության տոկոսներով,
Օրինակ շատերը ասում են դա որ կախված լինի պարոն Ղուկասյանի ուժից, վարչապետի ընտրությունը կարող է պատահի պարոն Ղուկասյանի կուսակիցները թողեն մենակ եւ անցնեն ԿՊ-ի կողքը եւ նորից ԿՊ-ն դառնա երկրի ղեկավարումը դիտարի։ Ես բացատրել եմ, ասել եմ, որ ուրեմն ստորագրված է քաղաք իրավական համաձայնագիր բոլոր տեխնացուների հետ։ Այդ պայմանագիրը կազմել է Լևոն Բաղդասարյանը, մեկ։ Երկրորդ հերթին մանրակրկիտ ուսումնասիրվել է յուրաքանչյուր տեխնացու ով է ինչացու է եւ գերակշիռ մասը Երևանյան 20 շենքի բնակիչներ են։ Ու ես հենց ասեմ, անընդհատ բերվում է Վարդան Ղուկասյանի Երևանի քաղաքապետարանի օրինակը, որը որ չգիտես խի չի բերվում մյուս կուսակցությունների հետ կապված, որ դրանց մոտ էլ ավելի վատ վիճակ է եղել։ Նույն Ռոբի ճամբարում, թե պարլամենտում, թե ազգային ժողովում։ Լրիվ իրանք ցեմենտ բիտոնով պահեցին Նիկոլի իշխանությունը, թե պարլամենտում, Երևանի քաղաքապետարանում։ Վարդան Ղուկասյանի դեպքում դա բացառվում է այս անգամ սովորում է իր սխալների վրա, իսկ ավելի խելքով մարդը ուրիշների սխալների վրա, հենա մեկ մեզ սխալի վրա սովորեցինք։ Երկրորդ անգամ նման բան բացառվում է, նույնց եմ ասում, ընտրված են հատուկ մարդիկ, ստորագրված է ամեն տիպի թուղթ ու թամասով, որ նման բոզի տղություն այլևս չպիտի կրկնվի։ Գլուխապես դուք ավելի շատ վախեցեք ուրիշների կուսակցությունները, որ գնան Նիկոլ բռնեն։ Ոչ թե Վարդան Ղուկասյանն ավելի շատ կբռնի։ Տաշիրն ու Ռոբիկ ավելի շատ կբռնեն Նիկոլին, քան Վարդան Ղուկասյանը։ Վարդան Նիկոլին իզնից շատ ոչ մեկ Նիկոլին չի կֆրտել, Նիկոլի եղածը չի հանել եւ Նիկոլը ամենաշատը վախում է ինձանից, ոչ Տաշիրից, ոչ Ռոբիկից, ոչ Դոդից։ Մի անգամ եմ գալի եւ մեր ժամանակը վերջանում է։ Ես 80 քանի թվից եմ Հայաստանից դուրս։ Բայց իմ երեխեքը ստեղծված երեխեքը հիվանդ են դարել նմանապես ես, որ մենք երկիր չունենք ասորիից բետար, ասորի ազգ ըստեղ լիքը կա, բայց տենում եք մեղքներս գալիս է։ Գիտեք ինչու է կանում դժբախտությունը։ Ես մի անգամ ասել եմ նորից եմ ասում։ Հայերը ես իմ 6000 տարի առաջ մեծ հվակությունից առաջ, որոնք որ սկսել են առաջանալ եւ այլն, ամբողջ պատմության ընթացքում միշտ զարգացրել են ուրիշի բանակը, ուրիշի տնտեսությունը, ուրիշի համար են ծառայել։ Վերցեք նայեք, Հնդկաստանում մենք ունենք լիքը հայ ազգային հերոսներ, Պարսկաստանում ունենք ազգային հերոսներ, թուրքերի համար ինչեր են արել հայերը, Ռուսաստանում ունենք ազգային հերոսներ, նաև սովետական միությունում, Չիլիում կա հայ ազգային հերոս, որը ադմիրալ է, Ամերիկայում ունենք հայեր, որոնք հասել են ադմիրալի, ֆետ մարշալ, չգիտեմ ինչ բարձր զինվորական կոչումների եւ դիվանագիտական կոչումների, բայց այդ հայերից ոչ մեկ, երբ որ Հայաստանը կործանվում էր, կոտորվում էր, չվերադարձավ Հայաստան։ Մնալով Թուրքիայի տարածքում թուրքերը կոտորեցին, էլի մնացին Թուրքիայում, հետ չեկան Հայաստան։ Պարսիկները Շահ Աբասի ժամանակ առհասարակ տեղահանում կոտորում, չեկան Հայաստան։ Հնդկաստանում գնացին տեղավորված, չգիտեմ այնտեղ Սինգապուրում, ես չգիտեմ որ Սինգապուրի ազգային խորհրդանիշի իշում ծաղիկ կա, անունները շատ բարդ է, ծաղիկ։ Հա, կինա եղել, կինա, այո, առաջին Աշխենն է եղել։ Էլի հայ է եղել, ասենք ամեն երկրում հայը, ընդ չգիտեմ, Գյորգի աղա է եղել Հնդկաստանի ազգային հերոս, որի շնորհիվ որ բրիտանացիները չեն կարացել գրավել բանը Հնդկաստանը եւ այդ մարդու սպանել են, նոր դրանից հետո են կարացել մտնել Կալկաթա, եսիմ ինչ։ Այսինքն այդ մարդիկ ամեն ինչ արել են ուրիշ ազգերի համար, բայց իրենց երկից չեն եկել, պատճառը ո՞րն է որ չեն եկել։ Հույները Երի թուրքերի կառավարության գալու ժամանակ հասկացան, որ երի թուրքերը բոզի տղա են, միավորվեցին փրկված, արա հայերը չէ, էլի գնացին ծառայեցին երի թուրքերի բանակում, էլի երի թուրքերը դրեցին կոտորեցին, դրանից հետո նորից մնացին Թուրքիայում, բայց չեկան Հայաստան, արա ի՞նչն է պատճառը, որ չեն գալի Հայաստան, ես երկար եմ մտածել, ամբողջ խնդիրը կայմանանում, որ միշտ Հայաստանի ղեկավարության գերակշիռ մասը աշկի անգել ոչ հայամետությամբ, չեն սիրել, հայը չի սիրել։ Էսի շատ կերան, ես քիչ կերա, այնպես է միշտ փողի կռիվ ա եղել, փողի։
Եվ դրա համար հայը կսպրել որ ավելավա գնալ ուրիշ երկրում ծառայել, այնտեղ դառնալ ազգային հերոս, պրոֆեսորնի, դոկտորնի, առևտրականնի եւ այլն։ Ուրիշ երկիր, քան սեփական երկիրը, որովհետեւ ստեղ կոռուպցիան ու կաշառակերությունը, դավաճանությունը ու լրտեսությունը, անբարոյականությունը միշտ թելել է իր դակատնակետին ա եղել։ Այսինքն պիտի վերանա եւ պիտի խնդի տվի, որ հայերը հետ կանյաց երկիր, որովհետեւ չկա օրենք, այդ երկրներում օրենք եղել է։ Մեր երբեք օրենք չի եղել, ուժեղ ես, փող ունես, օրենքը կողը տա, եթ հիմա անտերես, օրենքը կողը չի, բանը զինվորներն ասում էին, տերովին տերն ատար է, անտերին Վարդան Ղուկասյանն ատար է, այդ արտահայտությունը միշտ իմ ականջի մեջ եղել է, ես միշտ ուզել եմ հակառակն ապոսել, ասել եմ տեսեք, որ հիմա Վարդան Ղուկասյանը տերովին ատանեմ, ոչ թե անտերին։ Այս հիմա ուզում եմ, որ այդի ժողովուրդը հասկանա Վարդան Ղուկասյանը, որ կա շատ իրացնեմ, որ եկավ տելին 37-ին, այո տելին 37-ի, բայց դա լինելու է հարուստների համար, ոչ թե աղքատների, լֆիկ, մֆիկ, տոտ, եւ այլ դրանց համար է լինելու։ Ես գնամ հասարակ բանվորից ինչ ուզեմ, կոշկակարից, վարսավիրից։ Դրանք են այս պետությունը դրած ծծում չեն կշտանը։ 8 տարի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, որ մեկին ձեռից մի բան խլեց, Քոչարյանի ձեռից սկինակ բուտկա չխլեց։ Այսօր ասում ես անասարտին է փռելու, մանդատ տվեք ինձ, արա տվին մանդատ փռեիչ, ոզի տղա փռեիչ։ Հասկանում եք, ու ամենակարևորներից մյուսը, մինչև մեկ մեջից չմաքրվենք, մենք չեն կարող դիմակայել Ադրբեջանին, չեն կարող, որովհետև դավաճանները լիքր են բանակում, պետության կազմի մեջ, կառավարությունում, MVD-ում, KGB-ում, լիք դավաճան են։ Ես կա թրքահապատակ, թրքասեր որտեղից, ես չեմ լսել, որ հլնեն, նույնց եմ կկնում, Ադրբեջանում ապրող մեկը, ասի თუ հայերը կան Բաքվում ապրել, 88-ից տեղ ապրում էին, չկա տենց բան, բայց իրանք պիտի գաց տեղ ապրել Հայաստանում երբեք, ոչ մի ադրբեջանցի իմ երկիր ոչ չի տնելու, իմ սահմանները փակ է լինելու, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար, առևտուրեք ուզում անեք, գնացեք Պարսկաստանում արեք, գնացեք Էմիրատերում, չգիտեմ, Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, Թուրքի հետ չի լինելու առևտուր, վերջացավ։ Այս իմ դիրքորոշումն է։ Մեկ հարցեր եւ վերջ։ Փոփոխություն ձեր գործերի վերաբերյալ դրական փոփոխություն տեղաշարժ։ Պարզ ասեմ, սրանք նստած սպասում են ընտրությունների։ Ամենակառավարությունը նստած սպասում է ընտրություն, տենա ոնց է ավարտվում։ Դրանից հետո արդեն բնականաբար է Վարդան Ղուկասյանին պահելու այդ իմաստը կորում է։ Կորմեն ժամանակ ասենք գնամ ես գնամ, մնամ ես մնա։ Ինձ ես մասի պարացույն ասեցին, դուք վեք ծրեք փոխելու տարածաշրջանը։ Վերջացավ, ու կմանաք ստեղ մինչև իրանց ուզած Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու։ Չի վերարտադրվելու։ Ես յանցել եմ ասել։ Յանցել եմ ավելի շուտ։ Պարոն Ղուկասյան։ Հիմա մենք իրար որ խոսում ենք, Սերոյի գործակալը նստած լսեմ ա։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու։ Պարոն Ղուկասյան, Բոլորի քարտերը դուք եք խառնել, ոչ ոք իրանց բան չեն ամել։ Ռարի կարոլն է, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյանի մայրը երբեք պատկերացում չէր կարող ունենալ Սառ Նախազարյանը, երբեք չէր կարող պատկերացնել եւ Երևանյան գզաշենքի բնակիչները, հոկտեմբերյանի 4-րդ դպրոցի ուսուցիչները, որ Վարդան Ղուկասյանը կարա դառնա այնպիսի մի ազդեցիկ գործոն, որ ԱՄՆ-ի նման պետությունը վեկալի բանտարկի ապօրինաբար խոշտանգելով 16 ամիս մի բանտում, որտեղ որ իա քաղաքացիները 8 ամսից ավել չեն մնան, բայց պարոն Ղուկասյանը 16 ամիս էս բանտում է, որտեղ որ պատուհան կա, ոչ մակրոտ կա, ոչ կրոգոմ բեգոմ էլ բոմժեր է։ Ես չի կարա պատկերացնել, որ ես նման վտանգավոր անձ կարամ դառնամ իմ կյանքի, չգիտեմ, ինչ-որ մի հատվածում։ Պարոն Ղուկասյան։ Ալո, պարոն Ղուկասյան։ Լսում եմ։ Ալո։ Լսում եմ։ Ղուկասյան։ Ուրեմն նա ողջունում եմ, ես ձեր գաղափարներին 100% շատ մտածելակերպ, շատ ճիշտ ծրագիր հավանում եմ, ձեր կողքին եմ, ձեր վստահված անձնել եմ, գրանցված եմ, ձեր հետ գալու պես միասին, այդ 53 չէ, 54 տարեկան եմ, գալու եմ կանգնեմ բանակի կողքին, որպես պայեսնազոր եմ հիմա ոչինչ, նույն ձևի անելու ենք, նույն ձևի դասավորենք, նույն ձևի սարքել ենք ու դառնա հազոր բանակ։
Համաձայն եմ ձեր հետ, ծրագիրը ճիշտ է։ Մենք պիտի ունենանք այնպիսի բանակ, որը որ եղել է 90-ական թվականին, այսինքն ոգին, առաջինը ոգին, տեխնիկա, այդ պետք է, ամեն ինչ պետք է, բայց եթե ոգի չեղավ, Ղարաբաղի նման $1.5 պարազինությունը նվեր կտանք թուրքերու ես ոգի, ես այդ ոգին եմ վերականգնելու, որ զինվորին փողոցում տենան, անվճար տրանսպորտից էլ օգտվի, մետրոից է, խանութից էլ մտնեն, ասեն տղա ջան, սա վեկարկեց, ոնց որ Իսրայելում է, դու մեր ազգը պահողնես, ոչ թե զինվորից ալերգիա ունենան կամ աֆիցերից։ Մենք պիտի ունենանք առնվազն մինիմում 70,000 կանոնավոր բանակ եւ բանակում ծառայությունը պիտի լինի 2 տարուց ոչ պակաս, իսկ զինվորը պիտի ունենա բազմաթիվ արտոնություններ, այդ թվում ամենակարևորը հարգանքը ազգի պետության կողմից զինվոր դառնալու քարոզությունը պետք է սկսվի դպրոցից ու մանկապարտեզից, ոչ թե այսօրվա պոռնեկի նման են Ժան Անդրեասյանն ինչ ասի ռազմահայրենացիական դասերն արգելվում են։ Կունենանք նման երկիր, ձեզ բոլորը կհարգի Ադրբեջանը, կհարգի Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Պարսկաստանը, նահանգները եւ այլն։ Մեզ ոչ թե քակիտեղ չի տնելու։ Պարոն Ղուկասյան, դրա համար նաեւ մեզ պետք է ուժեղ ղեկավար, որ ինքը ճիշտ ուղղությունը ամեն ինչը տեղին դնի, որ պատասխանել մեր ընկերը նորից ճիշտ ասել, նոր լսում էի, որ ճիշտ տեղին պատասխան տա, որ զինվորի, սպայի ոգին դուք տեղն ունի, որ ճիշտ եք, դուք էլ եք ասում, ես էլ եմ 92-ի երկրորդ պրիզիվ եմ եղել։ Հələ դուք մի հատ բաց հնարասեն չեք շինել սա։ Այ ասեք, որ լսեք, սնունդը վատ էր, ոչելոտ էինք, կեղտոտ էինք, բայց մեզնից թուրքը վախ Այո, ճիշտ է, հացի քիչ էր, մի քիչ պակաս էինք սնվում, նիհարում էինք, մեզ դուքնում էինք, հաղթանակած էինք, ու հաղթում էինք։ Այո, ոչ թե հիմիկվա նման պերեսմենք ենք անում, թուրքի տարածքով ենք անցնում գնանք պերեսմենք անենք, թուրքը մեզի սուկում է նոր ենք էտան պերեսմենք։ Պարոն Ղուկասյան, մի բան էլ եմ հիշում, 24 օրյային, որ ընդեղ էին, Չիլը, այդպես պաներ չկար, նայում ես, չի բռնում մեր արածը իրանց հետ, նայում ես հրամանը չի բռնում տվացի հետ, ասում ես ախետ ինչ են անում, մտածում ես, ոնց ինչ, հետո նոր, հետո անցավ, որ դուք այդքան բացահայտումներ արեցիք, նոր հասկացել ենք, նոր ջոգել եմ, թե ինչը որից հետո էր։ Եղավ, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորից, մեր ժամանակը սպառվեց։ Ժամանակը շուտապուտ ազատվար, ելի արի տենանք ինչ ա գալի գլխներից։ Հա, մի մարդու նման։ Ունիսի 7-ին, համար 15-ին, ունիսի 15-ին, այո, 15-ին, այո։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ։ Բոլորից սպասում ենք ընտրատեղ Լավ մնացեք, պարոն Ղուկասյան։ Հետո իջնում ենք հանրապետության հրապարակ։ Եղավ, շնորհակալություն, այսքանը։